ու մենք ունենք բոլոր հնարավորությունը գոնե մեր սերմացու երեխաներին շամ բերանջ տալու։ Փորձը ցույց տվեց, որ թե Դավիթին, թե Ղումաշյանին, թե մնացածներին հանրային ճնշմամբ միայն հնարավոր եղավ ազատելու։ Թե ինչ բռնաճնշումների ընդունակ այսօր գեր վճարված նիկոլական ոստիկանական խունդան ու նրան արդեն սեփականաշնորած դատավոր դատախազական ներքին օրգաններով, արտաքին օրգաններով, դա մենք գիտենք, ընդհուպ ես կոնկրետ իմ մաշկի վրա զգացել եմ այդ բռնաճնշումներ ու պատկերացնում եմ ինչ կանեն 18 տարեկան անփորձ երիտասարդի գլխին այդ գերվճարված թուրքաշների ոհմակը, չեմ վարանում այդ բառից, ընդհուպ մինչև բարձրաստիճան քրեական պետերի տեղակալներով ու քրեական պետերով ընդունակ են նման բաների։ Հատ, բոլորիդ, ականջներից բռնած, բերելու ենք պատասխանատվության, մի ծառայեք Նիկոլին, գոնե հիմա մի ծառայեք։ Հիմա ինչ մնում է տիրող իրավիճակին ու այն քաոսային վիճակին, որ անում է Նիկոլը, պառակտիր, որ տիրես նորից հին մեթոդներով Նիկոլը փորձում է մանիպուլյացիոն հեքիաթներով, խեղճ ու կրակ շարքային տղայի կերպարով ժողովրդից պոկել իր բաժինը։ Չեմ վարանում ասել, որ այս ընտրությունները լինելու է շատ բարդ, շատ խրթին ու Նիկոլը օգտագործելու է հնարավոր և անհնարին բոլոր միջոցները վերարտադրվելու համար։ Եկեք թույլ չտանք նրան դա անելու։ Բոլոր նրանց եմ ասում, ովքեր որ ասում են միևնույն է իրանք իրար մեջ դա որոշել են, միևնույն է սաղ մեկ են։ Սաղ մեկ չեն, է դուք եք, որ ձեր ձայնը չտալով քվեարկում եք Թուրքի օգտին։ Գնացեք ընտրեք ում ուզում եք, բայց ոչ Նիկոլին։ Հիմա ընտրություն գնում է Թուրքի ու հայի միջև, հայ մնալու ու թուրքանալու միջև, երկիր ունենալու կամ Ադրբեջան կոչվելու միջև։ Մեր սեփական հիմարությունների հաշվին պարտությունները, ժողովուրդ, չի կարելի վերագրել այս կամ այն երկրին, այս կամ այն երկրի առաջնորդին, ոչ մի երկիր իր երկրի շահերը չի թողնելու, ոչ մի երկրի լավ առաջնորդ իր երկրի շահերը չի թողելու, անգամ դրկից երկրի շահերը պաշտպանի։ Ամեն երկրի առաջնորդ, եթե լավ առաջնորդ է, պաշտպանելու է իր երկրի շահերը։ Ու այն, որ մենք հիմա ունենք քեմալական պայմանագիր, դա մեր մեղքն է նաև, մեր ժողովրդիս, բոլորիս, որովհետև անպատիժ թողեցինք, որովհետև թույլ տվեցինք, իրենք իրենց երևակայեն, այդ գեքորները, բազազարտեմներ իրենց երևակայեն։ Ես մի անգամ քաղաքապետարանի ամբյոնից դա ասել եմ, ձեզ բազազարտեմների տեղ եք դրել, դուք գեքոր եք։ Եկեք թույլ չտանք, այս անգամ եթե հանկարծ նրանց հաջողվի վերարտադրվել, քեմալական պայմանագիրը դառնալու է անկառավարելի, երկիրը դարձնելու է Ադրբեջանի մաս, ու ինչպես Արցախը նվիրեց, այս անգամ նվիրելու է Հայաստանը, հանկարծ չկասկածեք, ու եթե ասում ենք այս կամ այն առաջնորդին, ոչ մեկին չենք ասում, լավ կինո ենք նկարելու, կինոյի տղա ենք ընտրում, ասում ենք ընտրելու ենք ամենակոպիտ, ամենաբարդ, ամենաաշխատող, բայց միջազգային արենայում հաղթած, միջազգային արենայում կշիռ ունեցող դիվանագետ դիպլոմատ,
մեր երկրին հիմա, որպեսզի պատերազմի մեջ չներքաշվի, անհրաժեշտ է խելացի դիպլոմատ, ոչ թե լավ տղա։ Մենք տնտեսական խնդիրներ այնքան չունենք, մեր գյուղացին արտադրող է, մեր երկիրը կարող է իր արտադրանքը սպառել, մենք այնքան չունենք տնտեսական խնդիր, ինչքան անվտանգության համար առաջի խնդիր է մեր երկրի համար անվտանգությունը, ժողովուրդ ուշքի եկեք ես քնած վիճակից, եթե այսօր թուրքը դեռ չի հասել Երևան, դա միայն նրանից է, ոչ թե Նիկոլից է, որ Նիկոլը կարում է պայմանավորվի թուրքերի հետ, ոչ, դա միայն նրանից է, որ աշխարհաքաղաքական արենայում նրան ասել են ստոպ, ու Ալիևի տարբերություն Նիկոլի այդ աստիճանի հիմար չի, որ ինքը իր հացի մեջ, ինքը իր հացի գինը չիմանա, լավ հասկանում է, որ իրեն կծամեն ու կշպրտեն, որովհետև արդեն անցել է բոլոր կարմիր գծերը, ու դա լինելու է, ու այնով, որ մտածում է, որ Նիկոլը չլինի պատերազմ է լինելու, ոչ մի պատերազմ չի լինելու, եթե մենք ունենանք խելացի դիվանագետ, ամեն ինչ հնարավոր է գրիչով ու թղթով որոշել, որտև գրչով ու թղթով է դա վաճառվել Նիկոլի կողմից, նվիրատվություն արել են գրչով ու թղթով, ու ինքը իր լեզվով պարզ ասեց, եթե զոհ չտայի, ինչ ժողովուրդը չէր հասկան, այսինքն մեր այդ 7000 երեխաներին ինքը ցանկությամբ իմանալով նախապես տարավ ու զոհեց, այսինքն ինքը թքած ունի մեր ազգի վրա, մեր երկրի վրա, հիմա ձեզ հարց եմ տալի 7000 այդ երեխաները, ինչքան սերունդ կավելացնեն, կավելացնեին, և ինչքան չստացված ընտանիքներ է ավերել Նիկոլը։